Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նրան տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր պարոն Լևոն Շիրինյանի հետ։ Ողջունում եմ պարոն Շիրինյան։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու տաղավարում։ Գիտեմ, որ դուք նոր եք վերադարձել Ավստրալիայից, ու այնտեղի հայ համայնքի կողմից հրավիրված եք, ունեցել եք զեկույցներ, շփվել եք հայերի հետ, պատասխանել եք նրանց հարցերին, ձեր դիտարկումները։ Ես սպասում եի այսօրվա մեր հանդիպմանը։ Բարի սիրով, Համեցեք։ ասեմ, որ երևի մտածել եմ, որ հայ համայնքներում, աշխարհի որևէ համայնքում կարող եմ լինել, բայց չէի մտածել, որ Ավստրալիայում կլինեմ, դե սովորաբար ոնց է, ինչ չես մտածում, երբեմն դա էլ լինում է։ Որի համար ես նաև գոհունակություն եմ հայտնում, որտեղ ըստ էության հարցը այսպես է, անկախ աշխարհամասից, երկրի դիրքից, ռեժիմից եւ այլնից, դա մեր ժողովուրդն է եւ ճիշտ կլինի, որ մենք մեր ժողովրդին իմանանք, ինչպես նաեւ իրենք մեզ իմանան, իսկ մեր օրերի առումով շատ կարեւոր մի հարց կա, որի մասին կասեմ, շատ կարեւոր է, որ Հայաստանի պետության հանդեպ Սփյուռքը իմանա իրականությունն ինչ է։ Սփյուռքը պառակտված է, Սփյուռքը Այդ իմաստով, ինչ որ Ավստրալիայի բարագավը, դա գիտեմ, որ այդպես է, եւ կան ուժեր հակապետական, որոնք ժողովրդին տրամադրում են Հայաստանի Հանրապետության դեմ ուղիղ։ Դուք գիտեք դրանք ովքեր են, բայց ճշմարիտ խոսքը պետք է առանց կունազարտելու, երկրի խնդիրներն ասելու, նաեւ ակնկալիքները ներկայի ապագայի վերաբերյալ։ Ես այդ մեթոդով էլ աշխատում եմ, ինչպես ներսում, այնպես եւ դրսում, դրա համար շատ հետաքրքիր է, առաջինը դա։ Ես կարծում եմ, ենթադրում եմ իրենք էլ գոհ մնացին, որտեղ որևէ գունազարդում չեմ արել, բայց շատ դաժան ճշմարտություններ բացահայտել եմ, ինչպես անում եմ։ Երկրորդ մասը կա մի բան, որ Ռուբեն Տեր-Մինասյանին ես շատ եմ հիշում, առաջին հանրապետության այն ռազմական նախարարն եւ տաղանդավոր իմ հայրենակցին, Նացակում Ախալքալակցի հպարտությամբ եմ ասում, չնայած Ախալքալակում պատանեկությունից հետո չի եղել Ախալքալակ գավառում, բայց դա կարևոր չի։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, նա շատ լավ աշխատանքներ ունի, հենց Սփյուռքին առաջարկ ունեմ նաև նրա գործերը կարտալ, մեր ոնց նայում, մենակ հուշերը չէ, դեռ սովորաբար հուշերի վրա են աշխատում։ Նա մի բան է ասում, որ ուղեղում տպավորվել է ժամանակին, երբ որ հետազոտում է, ես աշխատանք եմ գրել իր մասին, ժամանակին, ասում է, որ ճիշտ է, որ անգլիացիները գաղութարար են, ինչպես որ մյուսները։ Բայց ասում անգլիացիները, որտեղ անցել են, այնտեղ թողել են իրենցից հետո պետականություն, անկախ տեղի ժողովրդի մակարդակի վրա է եղել, պետականություն, կարգ ու կանոն, խստագույն, քաղաքագրություն, մշակույթ եւ այլն։ Ես դա Ավստրալիայում տեսա։ Այսպես ասենք, փոքրիկ իհարկե ծավալը նկատի չունեմ, դա մի փոքրիկ Անգլիա է։ Իր կարգ ու կանոնով, իր մակրոությամբ, ֆիզիկական մակրոությամբ։ Փողոցում ոչ միայն փոշի չեք տեսնել, լուցկու հատ չեք տեսնի, մայրուղի թե դուրս, ծխող մարդ չեք տեսնի, որտեղ թույլատրված չի։ Ես բավական հանգամանորեն եղել, այսինքն 12 օր գիշեր-ցերեկ հանգիստ չի եղել, այստեղ էլ այդպես պայմանավորվել, ասել ինձ չխնայեք, եթե գալիս եմ, եւ այդպես ուրեմն։ Ինչներ իրենց հետաքրքրում։ Ինչներ ուրեմն ընդհանրապես հետաքրքրում էր, նախ ասեմ, բարձվեց որ հետևորդ բառն են ասում, ես չեմ սիրում, բայց չգիտեմ դրա փոխարեն ինչ ասեմ։ Իմ հետևորդների, այդպես ասեմ, որ տասնյակ տարիների աշխատանք հետ կան, ահռելի բանակ կա, ըստ էության չկար մեկը, որ տարիների ընթացքում ինձ չի լսում, հիմա էլ որ ես YouTube-ը կա, հատկապես եւ մնացած ինչ որ տեխնիկամիջոցները կան, մարդկանց ավելի հարազատ է դարձել եւ ով բարևում է, ասի ես էս լավ կճանչնամ։ Ես էլ ենթադրել իրենց կճանչեի էլի, հիմա Այնց համար հաճելի էր նաև, որ մեր հաղորդումները նոյան տապանով բոլորը լսում են, բոլորն ասում եմ ու որ տեսել եմ։ Շատ շատերն են դիտում եւ այդ իմաստով շատ գոհ են նոյան տապանի աշխատանքից, իրենց բարակայով, իրենց ես ասում եմ, ինչ որ կա, մեր հաղորդումները անխտիր դիտում են, այս ինչպես որ կանվանենք, երևի լավ կլներ սրան անուն մենք որոշեինք, երևի, հետո եմ մտածել, որտեվ ասում եմ ձեր եւ այլն եւ ձեզ համագրանք ձեր հանդեպ կա, դա շատ լավ է, որտեվ
Նրան տապանից, չգիտեմ ով ինչ, իրենք այս հաղորդումից պետության պաշտպանության զգացողություն են ուրեմն իրենց մեջ կրում, ասենք նույնիսկ կարող եք հետո հարցնեք ճիշտ եմ խոսում թե չէ։ Իհարկե տպավորությունով է, որտեղ ես այդպես։ Մի խոսքով եւ դա հիմա ինչն է։ Ինձ համար շատ կարեւոր էր հրավիրել են, գնացել եմ, դուք գիտեք Սփյուռքը ոնց է։ Իրենք ունեն կառույցներ, իրենք ունեն կազմակերպություններ, իրենք ունեն հայապահպանության հարց, երկրորդն էլ հայրենիքի հետ հարաբերվելու հարց։ Այս երկուսը քիչ բան չի որ հրավիրում են, բայց ուրեմն այդ առումով էլ հրավերի հիմքը դա է, այսպես ասեմ։ Իսկ ես ունեմ իմ հետաքրքրություններ, բարձ է որ եթե մենք գնում ենք իրենց ենք հանդիպում, ուրեմն մենք ուզում ենք իրենց համար օգտակար մի բան անենք։ Հիմա ինչ է ստացվում, դժվարանում եմ ասել։ Հիմա կարող է դեմը 10 շատ լավ էր, մարդիկ սովորաբար լինում է, կարող է շատ լավ չլինի, բայց լավ հաստատ կլինի։ Ուրեմն այդ առումով երկու ստեկ էր, բայց ինձ համար ես կարծում եմ, որ ես հետո հարցրեցի անգերց երկու տեղեր ուրեմն Սիդնեյում եւ Մելբուրնում։ Դե մնացած տեղերը հայությունը երևի քիչ է շատ, այստեղ կազմակերպված են մոտ գնահատականն էսպիսին է, որ 40,000 հայություն կա, ընդ որում մի խայտաբղետ համայնք է Եթովպիայից, Սոմալիից, Հայաստանի Հանրապետությունից, էլ մնացած աշխարհությունը բարձ է, հատկապես վերջին շրջանում արաբական արևելքից, Լիբանանից եւ հատկապես Սիրիայից տեղափոխվածներ, բայց այսպես էլի աշխարհագրություն շատ մեծ է, ինչպես որ հաջորդի աշխարհագրություն ցեղասպանությունից հետո այսպեսի բան ունի, բայց դա ես օրինակ ասեմ, որ լավ է որ Ավստրալիայում են, որտեղ դա բարեկեցիկ, հանգիստ աշխարհից հեռու կարծես թե մի բայր է, բայց այդտեղ ինքը աշխարհ է ինք իրեն կազմակերպված պետություն եւ հանգիստ կյանք։ Ես գտնում եմ, որ մեր ժողովուրդ արժանի է հանգիստ կյանքի, լավ կլներ, որ այդպեսի հանգիստ կյանք մի տարի, ասենք այստեղ կլանները թույլ տային հայ ժողովուրդը հանգստանար, հետո սկսեին իրենց նորից այն չարիքը գործել ինչ-որ անում են, որտեղ մարդկանց դեմքից էլ երևում է, որ աշխատում են, ապրում են, երևի իրենց անհանգստացնողը Հայաստանում եղած վիճակն է, կարող եմ տպավորություն եմ ասում, խոսել եմ նաև, այդպես է չի, որ ես շատ բաներ եմ խոսել հետները, հիմա չեմ ուզում անձնական խոսակցությունները տեղափոխեմ, հիմա մի խոսքով բարեկեցիկ երկիր, ինձ համար ասեցի անգլիական քաղաքամշակույթի երկիր, պարլամենտարիզմ եւ այլն, եւ իրենք օգտվում են դրանից, օգտվում են, ու մի բան ասեմ նորույթը, հենց այդ առումով, ուրեմն այնտեղ ընտրություններ չեն կարող չկայանալ, որտեղ ընտրությունների մասնակցելը պարտադիր է, այլապես տուգանք է վճարվում, չեք գնացել ընտրություններին, դուք պետությանը տուգանք եք վճարում, այսինքն այստեղ կարծիքը, դիրքորոշումը 100%-ի վրա է, չեք կարող, ուրեմն ինչպես որ օրինակ մեքենա վարելուց գծել խախտել կարող եք, բայց $400-500 դուգանքը գրբաներ դրած են նույն բահին եւ ընդ ոստիկանի հետ վիճել, բանավիճել, բան բացատրել չկա, գոլդը գլխիդ կկա 2 րոպեի մեջ եւ շղթաները ձեռքիդ։ Հիմա մի քիչ դա իհարկե այդպես չի, ուրեմն $400-500 ոչ մեկը ավստրալիական իհարկե դոլար, ոչ մեկը պատրաստ չի ծխախոտի շպրտելու համար կամ իր աղբերը, որ ինքը ուշանում են, պիտի ինքը մի բան անի առաջացնի չուշանա, այս նրանք չեն աշխատում, հսկողությունը, ես ոստիկան չեմ տեսել, բայց ես ասել եմ, բա ուրեմն ոստիկաններն ասում են հələ մի հատ փողոցի խախտում արա, 3 վայրկյանից կողքդ կանգնեն, 3 վայրկյանից, բայց օրինականություն էլի, իրենց համար շատ զարմանալի, ովքեր որ Հայաստանում չեն եղել, այս ոստիկան քաշքշել, միտինգներում իշխանություն հայոյել, ասեք ինչ է, հասկանալի բան չի, որովհետև Ավստրալիայում կպատժեն դրա համար, այս քաղաքական մշակույթի որակ ուրիշ է։ Ուրեմն սրանք այդ են, իսկ համայնքային առումով ասեմ, որ ինչն է հետաքրքիր, իմ առանձն էլ կասեմ, շատ հաճելի է, որ մարդիկ չարչարվում են իրականում հայ մնալու համար, որտեղ 40-30 հազարը քիչ է հավանաբար, դե հսկա երկիր է, ճիշտ է, 20 քանի միլիոն են, բայց մի երկրամաս է, որտեղ շատ բաներ են եղել, որտեղ անգլիական բարքեր են, չինացին շատ է, հնդիկը շատ է, վիետնամցի շատ է քանակով, բայց երկիրը
ակնհայտորեն անգլիական պարլամենտարիզմի երկիր է եւ մարդիկ դրան սովոր են մեր հայրենագիտներ եւս ես եղա երկու քաղաքում Սիդնեյում իրենք կանխավ գրաֆիկ ստեղծած էր որ քանի օրը որտեղ հետո Մելբուրնում որտեղ ես ունեցել եմ երկու ամեն մի հանդիպումը 3 ժամի չափով մոտավորապես դե ես կարող եմ այդքան բան անել եւ երկրորդը վերջում հարց ու պատասխան մամլոասուլիս ասենք դրա նման մի բան որը շատ ավելի տևեց որտեղ հարցերը շատ էին ես էլ պատրաստ էի որտեղ գնացել էի եւ այն անհատականը չեմ ասում դե հյուրասիրություններ բաներ ես չտեսների համար եմ ասում որ մարդ ուր գնա բա գնա այս ուրեմն ուր գնա մեզ ստամոքսից ավելի չի լսնելու ապուշ դուրս չտան էլի եւ հայկականության մեջ կա հյուրասիրության որոշակի կարգ սպյուրքը պահում է դա մենք էլ ենք պահում բայց դե մենք այստեղ բոլորս միասին ենք դա աչքի ընկնող բան չի այլ միջավայրում եւ այդ բարագայով ես հիշեցի գուարչ կա կարծում եմ կարդացած կլնեք գուցե գիրքները իր ժամանակին դուք տպած դնեք դա իսպանացի ժամանակակից մի գրող է որը ասում է որ սեղանը հյուրասիրություն հաջորդի համար հատուկ մշակույթ է այդ հատուկ մշակույթը Սփյուռքում մնացել է նաև հայրենաբաղծության հարցի հետ կապված որտեղ Ավստրալիան շատ հեռու է ինչքան որ մոտիկ է էլի ուզում եմ ասել սրանք բաներ են տպավորություններ կային ջան մնացած այսպես ինչ դպրոց է աշխատում շարժարու հայապահպանության լեզվի թեմա բոլորը հայերեն լավ խոսում են սերունդը Սերնդի համարը հիմա երիտասարդ սերունդը մաքուր խոսում է հայերեն արում դա է կամարվել այ դե հա բայց դե մի մասներ հայաստանցիներ են այս լևոնական աղետից հետո փախազներ կան որոնք եւ գնացածներ այսպես այսինքն սրանց համար խնդիր չի եւ Հայաստանի հետ կապված են նաեւ սպյուրքայերն են կապված այն սպյուրքայերը որոնք կարելի ասել ուխտագնացություն Հայաստան եւ ամեն ինչ գիտեն էլի քանի անգամ եկել են որ պանդեգում հանդիպեցին ու տեսա դե հերու է երևի հերուն ուրիշ երկրներ մոտիկ են էլի ամերիկացի որ այդ կան աշխուժ է թվում է Ամերիկան, ասենք Կալիֆոռնիայում ոնց որ Հայաստանում դիտում։ Պաշինյան, երբ Թուրքի նախարարություն կար, դասագրքեր էին ուղարկում Սփյուռք, ուսուցիչներ էին վերապատրաստում Հայաստանում, որ գնան վերադառնան։ Հիմա ես նրանք կարիքը ունեին դրա կարիքը ունեն, ես ուզում եմ այդ մասով էլ ես իհարկե իշխանության ներկայացնեն էլ փոխանցեմ։ Տարօրինակ է որ մենք դեսպանատուն չունենք Ավստրալիայում, չգիտեմ ինչու։ Այս մեկը կարող եմ ասել քննադատություն չի, ինչու, որովհետև տնտեսապես երևի տարածքը որ հեռու է, չեմ ասում չեմ քննադատի, եթե պետք լինի։ Հավանաբար պետության հաշիվների մեջ դեսպանատուն պահելը հեռու երկրում շատ հեռու է, այս տեխնիկական թանկության պատճառով, ոչ թե հեռու։ Այդ մեկ դեսպանատուն չունենք, բայց դեսպանատուն չունենալու հետ միասին չունենք նաև հյուպատոսություն, որը շատ վատ է։ Ես օրինակ ես կարծում եմ դեսպանատուն պիտի ունենանք, անպայմանորեն, բայց դա չկա, եթե չկա գոնե հյուպատոսարան պիտի լինի եւ առևտրական ներկայացուցչություն, դա արևմտյան տիպի երկիր է, հանքարդյունաբերությամբ իր սպეციფიკայով գյուղատնտեսական արտադրության կատարյալ կամ առաջատար մեթոդներով դրանք ես հենց եմ չեմ խոսում եւ մշակութային ներկայացություն չկա այսինքն Հայաստանի Հանրապետությունը շատ սերտ հարաբերության մեջ է իրականում մեր քաղաքացին այնտեղ էլ մեր հայությունը երկու հատվածում էլ բայց պետականության ոչ մի նշույլ չկա այսինքն դա ինչպես է դա թերությունը թե բաց է հերու բարական լինելով ես պետք է հարցնեմ ինչն է պատճառը որովհետև այդ հարցերը պիտի լուծվեն օրինակ ինձ թվում է որ վերջերս այդպես եղել է մի քանի ամիս առաջ էր Վիետնամում մենք դեսպան ունեցանք դեսպան նշանակվեց ես դեսպաններ ճանաչում եմ բայց դա շատ հեռու է Վիետնամից Վիետնամում Ճապոնիայում կարծեմ Ճապոնիայի դեսպանը միջոցով են հարաբերվում ինչ որ հարցեր, բայց այստեղ ուրիշ հարց կա։ Սա ուրեմն Ավստրալիան է, որի կողքին ահռելի գիգանտ կա մի հատ, Ինդոնեզիան է, Նոր Զելանդիան է, պետություններ են սրանք, ընդդրում այնտեղ գալիս է Հնդկաչինի հարավային մասը, տեսեք Մալակկայի այնտեղ Նեղուց եւ այլն, այստեղ Բիրմա եւ այլն։ Ես առաջարկում եմ, որ բարոն Միրզոյանը մտածի եւ
դեսպանատուն ստեղծեն դեսպանական մակարդակով։ Դե չպետքան հարաբերություններ երկրների ասենք Ավստրալիան կենտրոնն է, բայց այդ կրկում է այս հատվածը, որտեղ Ճապոնիան շատ հեռու է։ Եվ խնդիրներն էլ ինձ թվում է տարբեր են։ Ես ենթադրում եմ, բայց այս բարականը որ կատեգորիկ բան չեմ կարող ասել, պիտի ուսումնասիրվի։ Ես իմ ունեցած գեոպոլիտիկա այդ առարկայի գիտության շրջանակներում եմ մտածում եւ ընդհանրապես մենք խնդիր ունենք հայությունը պետք է հաղթարի մի խնդրեմ որ կարծում եմ ռուսականությունից է գալիս անգլոսաքսոնական պետությունների ժողովուրդները շատ ավելի պիտի հարաբերվեն քան կա այդ ես տրատակ եմ տեսնում ավանդույթը որտեղ ռուսները իրենք շատ սերտ գիտեք ապրում են աշխատում են Լոնդոնում օրինակ այսօր հիմա Լոնդոնի դեմ պատերազմ են հայտարարել իրենց երեխեքի մեծ մասը Լոնդոնում է ապրում դուք դա գիտեք նաև ինչպես որ հայոց կողոպտիչները արևմուտքի դեմ խոսում են բայց բուժում են Գերմանիայում դոլարը գրբաներ բայց Ռուսաստանը ծիրում այս բաները պիտի հաղթարվի անգլոսաքսերի հետ որտեղ դա քաղաքական մշակույթ է դա հզորություն է նաև այս ժողովուրդները խոսք ունեն աշխարհում եւ մենակ այս չի որ մեր կողքը Թուրքիա, Ռուսաստան, Պարսկաստան եւ այլն ինչ-որ կարծում եմ որ մեր քաղաքականության մեջ այս շեշտադրումները պիտի ուժեղանան, բայց իմը առաջարկ էս բարակայում, որտեղ լավ իրազեկ չեմ, ես ասում եմ ստրատեգիայի առումով, գուցե եւ Ինդոնեզիայում այնքան հայություն կա, որտեղ տեղափոխվել են այս ես չգիտեի, որ ասենք Ավստրալիայում կարող է այդքան հայություն լինի, իրենք ասում են քիչ է, բայց 40,000-ը մեր քանակի ժողովրդի համար բավականին շատ է, երկու քաղաքներում հատկապես։ Այս մեկ որ ուզում եի ասեի, երկրորդը կրթական համակարգի մասով անշուշտ դա եղել է, բայց այդ ինտենսիվ կապեր պետք է ուժեղանան, կրթությունը հատկապես, ասենք, որ դե մենք սովորենք, որ մենք Սփյուռքին գիրք տանք եւ այլն։ Այդ Սփյուռք գիրք տանողները, կոպիտ եմ ասում, պետք է նայեն թե դրանց կրթական համակարգերը ինչ առավելություններ ունեն, որ այդ երկրները խիստ զարգացած են։ Այսինքն սա պետք է արվի, ոչ թե գիրքը տարան թե չէ։ Բայց հիմա դա էլ չի արվում, ես կասեի, որ Հրանուշ Հակոբյանից եղել է այնտեղ, ինչ որ ինձ ասեցին, հենց գրքերի հարցով, վերջի շրջանում եղել է նաև Սինանյանը, այսինքն ես չեմ կարող ասել խորքը չգիտեմ, որտեղ իմ հետ շփոթել այդ հարցը բարձրացրեցին, որ իրենք դրա կարիքը ունեն, թե ոչ։ Այդքան չէ, ասեմ ինչի համար, որտեղ ինձ տարան Սիդնեյում հայկական մի դպրոց մշտական ունեն եւ կարծեմ Կիրակնորիա դպրոց մի հրաշալի դպրոց շատ լավ դպրոց մեր հայ փոքրիկները ասեք դա ուրիշ աշխարհ է գնում այն երազներն բոլորակ աշխարհից հեռու հայուկները հայ փոքրիկները հայկական դպրոց եւ շատ լավ ուղղակի քեֆս բերեց դպրոցն էլ ֆիզիկական իմաստով ծավալվում է, իհարկե ծախսեր են, դե ծախսերը այսպես է Սփյուռքը, բայց Ավստրալիան մի հետաքրքիր առանձնահատկություն ունի, պետությունը, Ավստրալիայի պետությունը, որի համար պիտի շնորհակալ լինել բոլոր ազգային փոքրամասնություններին, դե երևն դե բոլորն է փոքրամասնություն, հիմնական անգլիացիներն չէ, աբորիգենների մասին չեմ կարող ասել, ուրեմն բոլորին ինքը 70 կամ 80% ծախսիր վրա է, հայկական դպրոց է, չգիտեմ թուրքական է, գերմանական է եւ այլն։ Եվ այդ իմաստով մեր համայնք շահած վիճակում է, որտեղ պետությունը ամեն առումով նպաստում է հայկական դպրոցների գոյությանը եւ դրանք բարձր որ ավստրալիական դպրոցներ են։ Այնտեղ ասենք ցույց տվեցին գերմանական դպրոց, ճապոնական դպրոց, բոլորին խրախուսում է փող է տալիս, ես հատկապես ասեմ եւ լեզուների բանի խնդրեմ վերացիները սա կարող են օրինակ սովորել որպես իրենց երկիրը լինի այնպեսին առաջադեմ էս ոլորտում ինչպեսին Ավստրալիան Հայաստանը ոչ Հայաստանը չունի այդ խնդիրը մենք ինչ որևէ անգամ եզդիներին ենք խանգարել ասոր ես գիտեմ Հայաստանը մենք այդ խնդիրները չունենք մեր ժողովուրդը հայ իհարկե մեր ժողովուրդը այդպիսի հարցեր չունի ինչ որ այսինքն ստեղով է խնդիր առաջացնում, այստեղ խնդիրը մեր դպրոցի որակի մեջ ընդհանրապես ոչ թե բարակայով։ Ուզում եմ ասել, որ եւ մշակույթի առումով,
Մշակույթի առումով ինձ ինչ որ ես շատ զրուցել եմ էլի ովքեր հիմա ինչքան բան են ասել, գուցե մեր հաղորդումից հետո դեզ էլ կզանգեն մի բան կավելացնեն, մի բան կպակասեցնեն, մշակույթի խրախուսում, ազգային մշակույթը ոչ մի խնդիր չէ, դե էս էլ լավ կլինի թուրքերը տեսնեն հատկապես Աբշերոնի եզը, ուրեմն որ մշակույթ ոչնչացնելը, ուրեմն ոչրագործություն ավելին, քան ցեղասպանությունն է։ Հետաքրքիր բան կա, որ ինձ մի գիրք են նվիրել են, հուշագիրք է, բանի աբորիգենների կամ տեղաբնակների մշակույթին վերաբերող գիրք է, ես էլ տվեցի իմ Լևոնիկին, էլի։ Այդ մշակույթ շատ է ինքը երկել է, բոլորը գիտեն, մի երկով մարդը կարող է հայկական միջավայրում այդ լինի, ուրեմն կետերով է, կետերով պատկերներ են, կետ, ինչ որ ասենք մարմին է, թե ինչ է, բոլորը կետ է, եւ դա Ավստրալիայի աբորիգենների մշակույթային, ասես սա շատ յուրահատուկ մի բան է։ Եվ պետությունը իհարկե խնդիրներ եղել են, գիտեք որ դա ապարտեիդ է եղել ժամանակին եւ այլն, հիմա ասում են պետությունը ահռելի միջոցներով նրանց պահպանությամբ, նրանց քաղաքակրթվելով, դպրոցներով Ավստրալիայի պետության մասին այդ տեսակ պետություն է։ Ուրեմն դա անում է եւ խրախուսում է, դե այդ գիրքն էլ որ վաճառում է, որ չէ, ինձ նվիրել են, որտեղ ասեն շատ ունիկալ մի բան, ուրիշտեղ չեք տեսնի, ինչ որ կետերով, ինչ որ ամբողջ է, Մարտիրոս Սարյանը կետերով է։ Հաշինյան, իսկ նաեւ սոցիալական ապահովությունն ասել։ Ինչի հիմա երկրորդ մասը կասեմ։ Սոցիալական ապահովության լավագույն սիստեմ ունեն, ճիշտ ասած խորքը չեմ կարող ասել, օրինակ մեր սոցիալապահովության նախարարությունը կամ համասկան կերաշուն կարող ուսումնասիրել, որտեղ ըստ էության գիտեք ոնց է, այսպես են թոշակառուների երկիր է, այսինքն թոշակառուների երկիրն իմաստով, որ բոլորը ապահովված են ծերության բարակայով, պետությունը ֆոնդերը թե ինչերը շատ ճկուն համակարգ ունի եւ սա անգլոսաքսոնական բան է, ասել ասեմ։ Այսինքն այսպեսի բաներ, որ 10 օրում ինչ որ ես տեսել եմ, ոստեկան չեմ տեսել, հատուկ մեկին եմ տեսել, հետն էլ լուսանկարվել եմ, կասեմ ինչու։ Եվ զինվորական չեմ տեսել, բայց իրենք ասում էին ոստիկանները, ասին մի հատ խախտում արա, այսը կերևա, ակնթարթով կիմանաս ուր է։ Իսկ ինչու եք նկարում։ Ինչպես նկար ասեմ, որտեղ ինձ շատ, ես հիմա մեկ է քաղաքականության մեջ ենք, ես իմ որպես համայնքային, բայց իմ գնալը իմ համար եւ կուսակցության համար ուներ կարևորություն հետեւյալով, որ ես ուզում եմ Սփյուռքը ճանաչի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, ճանաչի այնպեսին ինչպեսին կա, բոլորն իմանան, որ դա ստեղծվել է, ստեղծվում է հեղափոխությունից հետո է ստեղծվել, դա այլընտրանք օպոզիցիոն գուսակցությունը, բայց այլընտրանք է։ Այլընտրանքն այնպեսին, ինչպեսին հենց Ավստրալիայում իրար այդ պետություն օպոզիցիան, դա մշակույթ է։ Այնտեղ մի բան կա, որ դա ստեղծված է, ես իրենց էլ ասել եմ, մեր մշակութային ժառանգություն հազարավոր տարիների կաղնու բնի տեսքով քրիստոնեական մշակույթ եւ այլն եւ Սփյուռքը դա պիտի իմանա, որ մենակ այն չի, որ Սփյուռքը բանը KGB-ն ստեղծում է կուսակցություններ, կապում է Սերժի ջանը, ուրեմն հետո էլ այդ ջանից փոկվել չի լինում, որ պիտի իմանան, որ մենք մի բան ունենք խնդիրը, մենք աստվածաշնչյան ժողովուրդ ենք, ընդ որում ասեմ, որ իմ համար դա բան չի գիտե, ես ֆանատիկ չեմ, գիտեք որ, եւ մենք ունենք մշակութային մի ժառանգություն, որը գալիս է հատկապես Արտաշեսյանների շրջանից, որը սինթեզվեց Տրտատ Մեծի եւ Գրիգոր Լուսավորիչի գործնեության շրջանում, եւ մենք այդ իմաստով բացառիկ ենք որպես պետականորեն քրիստոնեություն ընդունած պետականորեն, ոչ թե քրիստոնյա առաջի ժողովուրդ ենք, այդ թերություն կա, որպես գաղափարախոսություն արժեք պետականորեն դիտած ժողովուրդը բացառիկ բան է եւ դա շատ հարգանքում հետ, որը տարին ասում է, հիացմունքով լսում է, հանկարծ որ դա լսում է, ասում ես ինչի մասին է։ Եվ մենք իմանանք, որ դա մեր ապագան այնպես, ինչպես որ ժամանակին քրիստոնյա դեմոկրատիան Ադենոյը Գերմանիայի ապագա դարձրեց եւ ունեն այն Գերմանիան ինչը որ կա։
Ուրեմն սա ինձ համար շատ կարևոր է եւ նաեւ դիտողություններ, որտեղ մենք որ տեսել ես երբ որ զրուցում եմ, ես շատ մի հատկություն ունեմ։ Դիմացին ինչպես էլ խոսեմ ու շատ էլ լսում եմ։ Այդ պահին կարող է հագադրվեմ ինչ-ինչ բարագայով։ Հետո խելոք մտքեր միշտ իմն են։ Ես վերցնում եմ ցանկացածից ցանկացած բարագայով, որովհետեւ աշխատում եմ դա եւ այդ իմաստով իհարկե շատ կարեւոր էր եւ դրա համար ես խնդրեցի եւ պայմանավորվածություն ունեի լինել այդ ինչ են ասում հարավային UFC այդ նահանգն է, ամենամեծ նահանգն է, որտեղ Սիդնեյն է։ Սիդնեյն էլ 120 կիլոմետր օվկիանոսի ափով տարածվող քաղաք է, այսինքն կոնգլոմերատ է, որտեղ իմ ամենալավ ընկերներից մեկի, որ իմ նաև երիտասարդության տարիներ ընկերն է, երկիչ ուրեմն Դարբինյան Էդուարդի հետ մեքենայով շրջեցինք, նաև այնտեղ էր հրավիրող կողմը, կասեմ ովքեր էր, ուրեմն մի լավ Լեփեջյան ուրեմն Հայկը բարեգործականի ներկայացուցիչ եւ եմ շատ հարգելի իսպարագամարդ է Թորոսը Ոսկերիչ եւ այլն, որոնք կազմակերպել են։ Ես այս պահին պարոն Շինյան ինչու՞ն է կարող է շարունակեք, մեր եթերաժամը պարզապես ABC TV-ում ավարտվեց, սիրելի հայրենակիցներ, հորդորում եմ ձեզ, որ դուք շարունակեք դիտել, մենք զրույցը պարոն Շինյանի հետ շարունակելու ենք, դուք կարող եք դիտել մեր Patreon-ում, այս նշանը էկրանի վրա է, ձեզ ես մաղթում եմ բարի գիշեր, քանի որ դուք ձեզ մոտ գիշեր է, իսկ մենք շարունակում ենք զրուցել պարոն Շինյանի հետ, ներող եղեք պարոն Շինյան, ընդհատելու համար։ Չէ, ոչինչ որ, նորմալ է, ինչ, մենք աշխատում ենք եթերում։ Իմիջիայլոց իրենք այդպես էլ են գալու, որ մենք միասին աշխատում ենք եթերում, ոչ թե ինչ-որ Ուրեմն եւ ես պայմանավորվել էի, որ գնայի անպայման այդ նահանգի ուրեմն պարլամենտ, խորհրդարան։ Դե Կամբերա չգնացինք, որտեղ իմաստ չկար, այդտեղ է։ Այսինքն Ավստրալիան խմորվել է Սիդնեյի շուրջ, Սիդնեյի ծովացոցում լուսանկարել հրապարակել եմ եւ ես իջ թույլ տվեցի ուրեմն դա արդեն թանգարանային տիպի է, նախնական տիպը կա խորհրդարանում մի տեղ կա, որտեղ առաջին նիստերն են եղել Դուք Անգլիայի պարլամենտը կարող եք մակետով տեղափոխեք այդտեղ, որտեղ պատգամավորներն են, հա, լեյբորիստներ թե ինչ նույնն է, որտեղ խորհրդարանի նախագահն է, որից հետո կամի բազգաթոռ գահ, որը դեք գիտեք, որ անգլիական դոմինիոն է, Անգլիայի թագավորի տեղն է, կամ նահանգապետի, եթե Անգլիայի թագավոր թաթուին չի լինում, այսինքն գիտեք ոնց ասեմ, քեֆներդ գալիս է, պետությունն է, պարլամենտ է, Իհարկե բանով ամեն ինչը տեղը տեղ խնդրեցի թույլ տվեցի մի հատ լուսանկարվել եմ ազգային ժողովի նախագահի տեղն է, որից հետո ասեցի պետական վեհությունն է հետո, պետության վեհությունը, իշխանության բարձրությունը, հիերարխիան, որից ենգում Անգլիայի թագավորն է, այսպես լուսանկարը կա շատ հետաքրքիր բան է, ես որտեղ կարծում եմ, որ մենք լավ պարլամենտական պետություն կարող ենք դառնալ, պիտի դառնանք Եվ տակ հնարավոր է, և Անգլիայից սովորելու շատ բան կա, որտեղ տասական երկիր է այդ իմաստով, ամեն ինչը տեղը տեղին է։ Հիմա դուրս է էտել ասեմ, այս մասը լուսանկարներ եմ արել, մարդիկ կարող են դիտել, հիմա ինչպես կուզեմ մեկնաբանել իրենց, ուրեմն երկրորդ մասը կա, իհարկե ես և ուզում էի լուսանկարվեցի ուրեմն անվտանգության ծառայության աշխատակցի հետ այդ պարլամենտի, որոնք ինձ թույլ էին տվել, իմ ընկերոջ հետ, մենակ չէ, այսինքն մտնել, ուրեմն իմ քաշի 3 քաշն ուներ, ոստիկանը եւ կոլտե կողքից, բաննել, ձեռնաշղթանել մյուս կրվը, այսինքն էդել ուրեմն ազգային ժողով մտնես, քաշ կշես, հայոյես, ոստիկանին կպնես, տեղում կստանաս կանգիդ, որպես օրենք, եւ այդ ոստիկանը դու ոչինչ ասել չես կարող, օրենքով ինքա, ես ուզեցի ասել, որ անգլիական կարգ ու կանոնը, պետական կարգը, պիտի լինի ամեն ուր դա է, և քեֆդ բերում է, մարդ իր ծառայության մեջ է, շատ բարյացակամ է, բայց փորձի խախտում անես, կարծում եմ դա իրենց պարլամենտականներին է վերաբերվում էլի, այդպես Անգլիան պետություն է դարել, ես կան ասեմ, չգիտեմ, մնացած ինչ, հարցրեք պատասխանեմ, դե մի 10-2 մաչ այդքան տպավորություն։ Այո, դա ձեր տպավորություններ, հիմա վերադառնում ենք ձեր այդ զրույցներին, ձեր նախ զեկույցին, հարց ու պատասխան է եղել, ինձ հետաքրքրում է իրենք հետևում են, որքան ես հասկացա, Հայաստանում կատարվող,
ապրում են Հայաստանում։ Ես ու որ հանդիպել եմ, իհարկե բոլորը չեն։ Ապրում են Հայաստանով, Հայաստանի համար։ Եվ երևի թե ձեզ հրավիրելու եւ ձեզ հետ անմիջականորեն զրուցելու իմաստը այն էր, որ իրենք իրենց ասելիքն էլ ձեզ կարողանան փոխանցել։ Ինչ որ առաջարկներ, ինչ որ լուծումներ, ինչ որ այդպիսի զրույց եղել է, որ դուք լսեք իրենք ինչ են, ինչպես են տեսնում։ Ես շատ լսելու հատկություն ընդհանրապես ունեմ, բայց իրենք շատ գոհ մնացին, երբ բացատրեցի կուսակցության տեսակետը եւ Ռուսաստանի խարդավանքներն ու այլանդակություններ Հայաստանի հայ ժողովրդի հանդեպ եւ շատ վատ զգացին, ինչպես են Հայաստանում կան ուժեր, որոնք սաբոտաժ են անում այս պետականությունը, հայտնի է։ Եվ նույնը եղավ նաև այնտեղ ինչ-որ իմաստով։ Շատ հետաքրքիր ձևակերպում եք ասում, սաբոտաժ են անում Հայաստանի պետականությունը։ Այո, Հայաստանում բանը Ղարաբաղյան կլանը սաբոտաժ է անում Հայաստանի պետականությունը, որովհետև ինչ հարցեր որ բարձրացնում են, դրանք կարելի է սենյակում նստել, քննել, լուծումներ գտնել ու վերջացնել։ Եվ վերջացնել։ Իսկ իրենք դա չեն ուզում, որտեղ Մոսկվայից ուզում են Հայաստանի պետականությունը ոչնչացում։ Ես դա բոլորը ներկայացրել եմ նաև ովքեր են այդ ուժերը, ովքեր են ավանդական են, ժամանակակից են, ապագայի են, եւ որը մեկ ոչինչ չասել։ Հիմա ասեմ, որովհետեւ մենք մեր պետությունը պիտի պահենք ու վերջ, այստեղ բան չկա։ Եվ ոչ մեկը Հայաստանի անկախության դեմ կռվելու իրավունք չունի, սպիրկներ պառակտելու։ Եվ տարօրինակ մի բան հիմա ասեմ, ես իհարկե որ բարձ է որ որպես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ եւ անհատ մարդ պիտի եկեղեցի մեր ացիաներ, ով որ եղել է Սփյուռքում կամ ուզում է հայրենիքում, բայց Սփյուռքում, եթե դու գնում ես Սփյուռք եւ մեր եկեղեցի չես ուզում մտնես, հիմա գոնե նվազագույն բաներ եմ ասում, դու ես։ Եվ այսպես, եւ ուրեմն առաջնորդը իմ գնալու օրը փախել էր, որովհետեւ չէր ուզեցել որ լիներ միջոցառմանը, առաջնորդը ինչ է, եւ հոգեվորականները չներկայացան, որ միշտ լինում են այդտեղ, միշտ, ինչու, որովհետեւ ես իշխանության կողքին եմ կանգնած եւ այս կան։ Իրենք որովհետեւ ավանդականների կողքի ավանդականի հարցը չի, որովհետեւ այս կաթողիկոս հակապետական գիծ է վարում։ Եվ ես ենթադրում եմ, որ որովհետեւ ես անհատական հանդիպում հոգեվորականի հետ ունեցել եմ, շատ նորմալ, բայց ես այդ ասեց անպայման կգամ հանդիպմանը, կարող է կա, կարող է չկա։ Բայց ես գիտեմ որ ինքը չի գալու, ես ովքեր որ ենք հետո հաստատ չի գալու, ասեց ինչու, որտեղ ասի ուզուրպատորը հրաման տված կլինի, որ հանգարտ չերևակ։ Նա հակապետական գործ է վարում եւ իրավունք չունի, Սփյուռքը կիսում է, երբ ես բացատրեցի Հայաստանի խնդիրները եւ մեր բարդության պատճառները եւ ինչ որ կա, եւ պետության են մակարոնները, որի Սփյուռքներ կարիք, այսինքն Սփյուռքներ պիտի օժանդակի, չէ, մեր պետականության քննադատելու բանում են թողան խոսել գիշեր ցերեկ քննադատում են, թե ինչ են քննադատում չգիտեմ, բայց կան մարդիկ շատ հասկացա մի բացասական խոսք չեմ լսել, 3 դահլիճ եղել, հսկայական դահլիճներ, եթե ես չեմ սխալվում, մնացած անհատականը հեչ մնացած տեղ գնալը դա այդ երևի 7 ամեն մեկը 3 ժամից ոչ պակաս մի բացասական բառ չեղել եւ մի խլյակ փորձ չարել խանգարելու նաեւ խանգարում են գնում խանգարում են սկսում են իրենց այլանդակությունները իշխանության հասցեին եւ այլն բայց ես հստակ բան ասեցի ինչ որ անում են տեսնում եք Հայաստանում դուք ռիսկ կանեք ենթադրենք բայց իրենք անողը չէ ենթադրենք Ավստրալիայում անեք մոզամը ոնց ասում եմ դու ռիսկ անես ոստիկան քաշքշես ոստիկանի մոտենաս հնարավոր է ասում եմ արդեն փակվում է հարցը ոչ թե էլ մնացածը վարչապետի հասցեին դուք կարող եք ասել ինչ որ ասում են Հայաստանում արդեն խոսակցությունը տեղափոխվում ուրիշ եւ խուսափում են ասեմ ինչ են խուսափում չեն ուզում պետական իշխանության վերաբերյալ նման խոսակցություն լինի ասում եմ եթե Ավստրալիայի իշխանության հանդեպ չի կարելի ամեն քոսոտ էստեղ պետք է լինի Հայաստանում ինչ ասես Ձեզ կպատասխանեն ուրեմն այնտեղի իշխանությունները ուժեղ են այստեղի իշխանությունները թույլ են չէ օրինակ չէ իրենք այնտեղ ասում եմ դուք ես թույլ ուժեղի հարցը չի նախ թույլ են թե ուժեղի մենք պետք է իմանանք հիմա ժողովրդավարությունը բացառված է մշակույթի բացակայություն քննադատել բայց ոչ արեք ոչ այլանդակ բառապաշար օգտագործեք դա էլ իբրև թե բան գիտեք ասելու
Գյոթեի խոսքերը կարող եք ասել, չեք ասում, որտեղ բառամթերքը 10 հայոական խոսք է, որից հետո սկսվում է նույնը։ Հիմա ասեմ ի՞նչն է հարցը։ Իրենց համար դուք արտաքին հիմա չեմ կարող հոգիների խորքում լինել, ինչպես կարելի է։ Ասում եմ, բայց չի կարելի, չէ, ասում եմ, չի կարելի, բայց ասում եմ Հայաստանի իշխանության ասում կարելի, հա։ Կարելի է, այստեղ ասում եմ, դուք պատկերացնում եք Ավստրալիայում, ասենք ամեն օր իշխանափոխություն է լինում, դե քանի նահանգ են, 6-ն, 7-ն պետական եւ չեմ հիշում ինչքան են, եւ այլն, եւ ամեն օր բառաչեն մարդիկ ասեն իշխանափոխություն, որտեվ Անգլիայի թագուհին ասել է իշխանափոխություն, որտեվ սրանց թագուհին Պուտինն է։ Եվ ինչ է ստացվում։ Ասենք խոսակցությունը փակում են, արդեն տհաճ իրենց համար այն մշակույթի միջավայրում։ Այստեղի համար զարմանալ է, հիմա թե զարմանալ են ինչ է նշանակում եւ այլն։ Ես դա բոլորին եմ, հիմա սփյուռքին են դիմում։ Այն որ ինչ որ անում են Հայաստանի իշխանության ներկայացների հանդեպ, որ գալիս են Ֆրանսիայում կարող են գրոհեն տեսփանի վրա, չէ՞, ջուր լցնել եւ այլն, Մակրոնի վրա ջուր կլցնեն, հա, ռիսկ անեն։ Հա? Կարող է Գանատայից եկած, որ այս ազգային ժողովի նախագահի չէ ինչ էր արել։ Ինքը ռիսկ անի, գնա մի պաշտոնյայի այդ նույն հերոսը Ֆիդային Կանադայի իշխանության, որ ինքը նրանց քաղաքացին, Հայաստանի քաղաքացի չի։ Հա, իրեն թույլ տա որևէ բան անի, կանի։ Կտան տեղում կցախրեցնեն ոստիկաններ եւ ոստիկանները դատարան կարճ կտան։ Իհարկե օրենքով ամենը։ Ուզում եմ ասել, որ այս մշակույթը ձեր կարծիքով քաղաքական պայքար չկա։ Ոնց չկա, հենց հիմա լավ պայքար կա, ինչ են անում, նոր կուսակցությունները, նոր շենքեր են սարքում, որ ընտրություններում ձայներ տանեն։ Բանավեճ կտե, չգիտեմ, ես չեմ եղել այդ կան, ես ասում եմ են գրեհկությունները, չեքիստական են այլանդագությունները, կլանի են առանձնեն, ինչ որ կա, ես չեմ ասում մնացած բաների մասին, ոնց չկա, ցույցեր կան, գործատուներ կան եւ այլն, բայց ես ցես հիշեցնեմ, դուք հիշում եք Գերմանիայում եւ Ֆրանսիայում ցուցարարների հետ ոստիկաններն ինչպես էին աշխատում, վերջի շրջանում տեսակ թուրքական ոստիկանությունը 100,000-ների հետ ոնց էր աշխատում, հա, դուք տեսաք, որ մի թուրք կարողանար ոստիկանին մոտենալ ձեր տար, գանգի կստանար, չէ, պետություններ ոնց է բահում, ես այստեղ դուրս եմ գալիս, ասում եմ հետևյալը, Բիսմարկն ասում էր եւ Գերմանիան օրինակ է, չէ որ կա, ասում էր, որ պետությունները ստեղծում են արյունով եւ երկաթով, եւ վերջ, մեզ իհարկե արյուն երկաթ պետք չի, բայց ինչ է նշանակում այս ամենը, հա, չեք մերում Facebook, ես ինչ է կատարվում, եւ այդ գիտեք ինչու, որտեղ այստեղ անտես մի բան կա, եւ դա հաստատ Մոսկվայից, սրանց ուղեղի բանը չի, ինչ եք անում, դու ոչ մի բան չեք անում, դուք մենք, ես վարկապետում եմ իշխանության բարձրագույն օղակում այդ օր նստած որևէ մեկին, երբ որ քաղաքական հեղինակությունը ոչնչացնում եմ, պետությունն առանց հերթիրի փլվում է, փլուզվում է այդ պետություն, ինչ են անում սրանք, այս անգամ, իրենք չգիտեն, որ այսօր կոնկրետ Արցախի հարց այսօր լուծել հնարավոր չի, չգիտեն, որ դա պատերազմի հրձիկություն է, անում են եւ այլն, եւ ասեմ, քանի որ ինչ կա, հարցի լուծում որն է այսօրվա բարակը, շատ բարձ է, Արցախահայությունը Հայաստանից մի պատվիրակություն է առանձնացնում ընտրություններով, որ լեգիտիմ լինի, ուղարկում է Բրյուսել եւ Կոսովոյի տարբերակով սկսվում է պայքարը Արցախ վերադառնալու համար, մշակույթը եւ այլն, այս մեկ, երկրորդը կա մի տարբերակ, որն է, այս կլանը փողել ունի, մարդել ունի, զինված խմբերել ունի, ամեն մեկը 10 հատ պահակազոր ունի, պարտիզանական խմբեր են ստեղծում, տեղափոխում են Հադրութ եւ Արցախի լեռներ ձորեր սկսում են պարտիզանական կռիվ ֆիտայական Ադրբեջանի դեմ։ Եվ վերջ, երկու ճանապարհ կա, մեկը այն ճանապարհն է եւ Հայաստանի Հանրապետության հերու են մնում այս հարցից, մնացած արցախահայությանն էլ թողում են հանգիստ ապրեն, վերքերը բուժեն, տեղավորվեն, ապրեն։ Պարտիզանական կռիվ, ես առաջարկում եմ կլանին, պարտիզանական կռիվ ուզում եք վերադառնալ։ Ուրեմն ուրիշ ճանապարհ չկա, հենց Սյունիքով անցեք, Հադրութում սկսեք պարտիզանական կռիվ։ Նորություն կա իմ ասածի մեջ թե չէ, չկա, ասեմ որն է։ Վիետնամը գիտեք ոնց է հաղթել։ Վիետնամի այն գեներալը, որը Հոշիմինի ժամանակ ամերիկացիների դեմ հաղթանակ ուրեմն տարավ, ձևակերպեց այդ իրենց կռվի ստրատեգիան։
դանդաղ ամեն օր քրտնաճան կռիվ, ամեն օր դանդաղ եւ այլն 40 տարի եւ այսօր կա Վիետնամ իրենց այդպես էր ես իրենց առաջարկում եմ տեղափոխվել Կիրովապատ մարտական ջոկատները Երևանի փողոցներից տեղափոխել Այնտեղ սկսել մարտական բաները, գուցե ուրիշներն էլ կգնան եւ բարձանական կռիվ անել։ Դրանով հարցը շատ թարմ կպահեն։ Երևանում հարցը թարմ պահել չեն կարող։ Եվ կա նաեւ երրորդ առաջարկս։ Հայտնի է, որ մեր ազգային հարստության մի զգալի մասը Ղարաբաղյան կլանի շեֆերի կրբանում է։ Արցախի ժողովրդին օգնելու հատուկ ֆոնդ ստեղծել, չի լինի։ Ինչ անի, պետությունը վերջացնել սուղ միջոցներ, որ բանակը պետք է պահի, բանակը վերազինի, այդ էլ Մոսկվայից են ասել, ծախսերը այստեղ արեք, որ բանակ չունենաք, որ իրենք Պուտինի առաջ արդար դուրս գան։ Էս է, այսինքն մենք պետք է այս հարցերը հստակ տնենք եւ վերջացնենք, հասկանու՞մ ոնց է։ Դրա համար էլ Ավստրալիա կա, քեֆդ գալիս է, ես չեմ հիմա ֆետիշացնում։ Կա Ավստրալիա, որը կա եւ կա Հայաստան, որում էս վիճակն է։ Հիմա մենք ուզում ենք հայապահպան, ձեր հարց կգանք, դպրոց եւ այլն։ Ահրելի մարդիկ ծախսեր են անում երեխեքին դե այն գումարները, որ ասում են, մի երեխային հայ պահելու համար նոր սերնդին, որտեղ ձուլման խնդիր կա, միջավայր կա եւ այլն կա, չէ։ Այդ բոլորը մի բան է, իրենք անում են իրենց։ Ավստրալիայի պետությունը այս բարակայում օգնում է իրենց, որ պահեն։ Իսկ Հայաստանը ինչպես կարող է օգնել։ Իր հմայքի ուժով։ Եթե կունենա հպարտ ուժեղ կազմակերպված Հայաստան, այն մարդը ինքը հպարտ կզգա, որ ինքը հայ եւ կռիվեր չկա, որ ինքը հայ չլինի։ Չի ամաչի դրա համար։ Դրա համար պետությունը խնգարկում են, պետություն չեն վարկապետում, գիշեր ցերեկ։ Բառաչել իշխանափոխություն, հոգեկան հիվանդ չեք։ Ամեն օր հայտնի չի, որ իշխանափոխություն չեն կարող անանել։ Հայտնի է նաև, որ առանց ռուսական ինտերվենցիայի ոչ մի կլան հետ չի գալու, ավելի վատ է լինելու։ Հիմա այս պայմաններում, ասենք ասածները ինչ է։ Տեսեք, ձեզ կհակաճառենք, ասեն Փաշինյանի գործողություններից շատ դժգոհ են եւ իր Փաշինյանին քննադատելով Փաշինյանի դեմ ինչ որ հայտարարություն են անելը, դուք վերագրում եք նրան, որ պետականության դեմ են։ Ինչու եք դուք այո, ասել ինչի այնտեղ եւ դրանով ձեզ պարզապես ասում եք քաղաքական ստրատեգիան տարբերում է երկու բան՝ քննադատություն, իսկ Մանանջյանի մոտ քննադատությունը երևի ժողովրդի բնավորությունն իմացել է քննագանի է վերածվում, որովհետև հայերը մազոխիստական մի մասը մենք սովոր քննադատությունը վերածում ենք պետության ոչնչացման գործընթացի, ինչը որ հրահրվում է դրսից։ Սա մի բան է, կա սաբոտաժ, իրենց սաբոտաժ է, դա քննադատություն չի, որովհետև տեսեք ինչ է լինում, քննադատում եք կրթությունը, այսինքն նորմալ է, բայց քննություն է պետք քննադատել, բայց եղածը չտեսնել կարելի է թե չէ։ Կա ամենավերջին լուծման ձևը, ընտրությունները 4-5 տարվա ընթացքում են, նորմալ քննադատեք, եկեք ընտրություններում հաղթեք, ինչպես ուրիշ երկրներում։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում, ես չեմ տեսնում դրա մեջ, ով կանցնի, կանցնի։ Բայց այդ ենթադրում է կոնցեպտուալ առաջարկ։ Դուք քննադատում եք այս ինչը, ինչ եք առաջարկում, ինչի վրա եք առաջարկում։ Եթե ես սպիտակի դիշը չեմ սահմանում եւ ասում եմ, ես ինչը սև է, եթե սպիտակը չկա, մյուսը ոնց է սև։ Այդ մյուսը սաբոտաժ է։ Ռուսաստանի համար պետություն փրկցնել է։ Այստեղ է հարցը։ Դրա համար քաղաքագիտություն շատ դաժան գիտություն է։ Մարդիկ կրթություն է պետք, այդ բոլորը հասկանալ է պետք եւ երկրորդը կատեգորիաներ իր տեղում է։ Այդ մեկ արդեն ընդդիմություն չի, դա ռևանշիզմ է, 5-րդ շարասյուն է եւ այլն եւ այլն։ Այսպես պետք է գնա գործը։ Դուք ասում եք ընտրությունների միջոցով, բայց հասարակությունը ընտրությունների չի գնում։ Մենք Երևանի ընտրությունները քաղաքապետի տեսանք, հենց սպիկանի օր առաջ Գյումրիինը տեսանք, էլի շատ ցածր է։ Ես այդ միտումով էլ ասեցի, որ Ավստրալիան հիմա ազգային ժողովին առաջարկում է։ Չի գնում ինչու։ Ինչու չի գնում, այնտեղ իրականն է, սովորաբար ասում են։ Հասարակություն, ես կուզեմ, այսպես ես ազատ մարդ եմ, այս տարբերակն է, կուզեմ կգնամ, կուզեմ չեմ գնա։ Հիմա, քանի որ Ավստրալիայի բարական երևի թե այդ խնդիրը եղել է բարդ, չեն գնում եւ այլն, ինչ որ պատճառով։
Վերցրել են իրենց պարլամենտ օրենք են ընդունել, մի գնա $300 վճարի մի գնա։ Բայց այս դեպքում եթե մարդը պետք է չգնալու փող վճարի, բայց կլանը փողված է բաժանելու։ Չէ՞։ Պատիժ չի, չես գնալ $500, խնդրեմ։ Այնտեղ են ասում են, ուզում ես խախտում արա, ասում են, ես մեքենաներս ինչ կարգու կանոնով են, տարօրինակ է։ Ասում են, ես ճան, խնդիր չկա, ուզում ես խախտես, հիմա խախտի $500 վճարես, իրիկունը կվճարես, խախտում արա, ոչ մի խնդիր չկա։ Ընտրություններ են մի տարի հետո, մեզ քիչ ժամանակ է մնացել, դուք մասնակցում եք որքան 100%-ով, եւ քրիստոնյա ժողովրդավարական երևի թե բլոկ կառաջանա, երևի, տեսնենք։ Բայց մենք պատրաստվում ենք ընտրություն, ինչքան կարողանանք ենք գտնել։ Բլոկը նշանակում է ինչ որ ովքեր կմիանան քրիստոնյա ժողովրդավարությանով, ովքեր արժեքներ կբաժանեն, ոչ թե կուզենան խորհրդարանում լինել։ Ո՞րն է ձեր արժեքը։ Քրիստոնյա ժողովրդավարությունը, այս կա խոսում ենք։ Ծրագիրը կբացենք, որի մասին անդադ բացում եմ, Աստվածաշնչյան Հայաստան։ Արդյունաբերական, մշակութային եւ այլն, ինչ որ ասել ենք, մեր կոնցեպցիաները կբացենք, ոչ գաղտնիք չունենք։ Գրքեր կան հրապարակենք, արդեն պատրաստել ենք, ամեն ինչ բաց կլինի, այնպես ինչպես ուրիշները գնում են ընտրությունների առաջարկով եւ լուծումների առաջարկներով։ Ում դուր կգա չի գա։ Ժողովուրդը եթե այդ առաջարկը ընդունի, օքեյ։ Չընդունի, բայց առաջարկ պիտի լինի։ Գաղափարի տեսակետի վեճ պետք է լինի։ Հայաստանի պատմության վեճ պետք է լինի։ Պատմությունը պիտի բացվի ճշմարտացիորեն Հայաստանի տեսակետից եւ ագենդուրան պիտի ցույց տվի ովքեր են ուրիշի շահեր սպասարկում։ Ակնթարթ չի որ Հայաստանում կա։ Եվ նաեւ այս քարորիա 44-օրյա պատերազմի իրական կոնցեպտուալ բացահայտումներ։ Ինչու եղավ, ինչպես եղավ եւ ինչպես Ռուսաստանը խրվեց Ուկրաինայում։ Եվ այսպես, այս տեսակետով պետք է լինի անպայման, եւ մենք կգնանք այդ ընտրություններին, բայց հիմա ժամանակը բավականին կա, մեզ հիմա աշխատել է պետք, ինչպես բոլորին, եւ մշակույթ բերել, բանավիճել, ասել, տեսակետն ասել, բայց եթե այ անվտանգության ծառայությունները պետք է աշխատեն, այդ Facebook-ը պետք է հետևեն, ոչ թե լրտեսեն, ով հայոց լեզվին անհարի բառերը օգտագործի, պետք է վերցնեն մաման լացածը։ Իսկ ազգին։ Այդ ձև, հա։ Ազգի նկատմամբ։ Ինչ ազգ։ Վատ խոսքերով եւ վատ։ Ամեն ինչով։ Մշակույթը պիտի օրինակ ես որ լինեի խորհրդարանում կառաջարկեի, ես պայմանական բան եմ ասում։ Ուրեմն ազգին վիրավորելը։ Մի րոպե, այդ եմ ասում, գողականության հաղթահարման օրենսդրություն դիմեժավի, անհատի, ազգի, մարդու, կենթանիների, բոլորի։ Գողապետությունը պիտի ոչնչանա, թե չէ խեղդում է, չէ, նա եւ առաջարկ կա, ովքեր որ քրեական հանցագործությունների մեջ են ունեցվածքի եւ այլն, հիմա պիտի ընդունել օրենք եւ սրանց արգելել առաջիկա ազգային ժողովի ընտրությունների մասնակցել, արգելել ու վերջ, ով գանձագողության մեջ բարձր պաշտոնյա մեղադրվում է, նա ընդհանրապես ցեղով չպիտի տեսնի խորհրդարան երես։ Ո՞նց եք ուզում երկիրը վերականգնել։ Օրենքները փոխեք, առաջարկում եմ, օրենքները կատարյալ դարձրեք։ Խեղդեք իրավական պետության մեխանիզմներով։ Իրավական պետությունը շատ հայտնի բան է։ Լցրեք այս մի քանի օրվա մեջ օրենքները եւ կիրառեք։ Եվ վերջացավ։ Ոնց կարող է մարդը համ լինել միլիարդ հատել, համ էլ կույս Հայաստանում։ Անտե որ ասում ես այսպես հաստատ լրի բան են անում, ոնց է հնարավոր է հարստանալ։ Եթե լրտես չես, եթե գանձագող չես, եթե քծող չես, այդ տոկոսադրույքները ոնց են լինում այդ ձև։ Այսինքն, ինչ է իրավական պետությունն էլ հայտնի բան է, ոչ մի գաղտնիք չկա իմաց։ Դնում եք, կիրառում եք։ Ոչ մի գողապետության պարագլուխ չպետք է անցնի խորհրդարան։ Մանավանդ ազգային անվտանգությունը պետք է առաջ ցուցակները տպեք եղբայրի մանանքով էլ երտես։ Ով է Ռուսաստանի գործ անում այստեղ։ Թուրքիա եւ այլն կարծում եմ դրանք այդքան ազդեցություն չունեն։ Հապա հայը պիտի պաշտպանի Հայաստանի Հանրապետության շահերը։ Այսինքն դուք համարում եք, հետո հաղթեք, դարձեք վարչապետ, դարձեք նախագահ, հաղթեք։ Հայաստանում գործակալական ցանցերի մասին եթե խոսում ենք, դուք համարում եք առաջին տեղում Ռուսաստանն է, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի թույլ են գործակալական տնտեսության, այո։ Թույլ են։ Հայերը ռուսների համար մի մասը կամավոր է շպիոն դառնում։ Սպանես Թուրքի համար չի դառնա։ Այդ բոլորը մի քիչ բաներ ունեն, հոգեբանական կերտվածք ունեն։
դուք ձեզ համար տարօրինակ չի, Ղարաբաղից փախածները Թուրքի բան ոնց ասեմ, պիտի այդպես ասեմ, Ալիևի քացուց փախածները ասում են գնացել են բանում ռուսական բանակն որ բանը մտել որպես ուկրաինացիների դեմ կռվեն։ Զոհեր կան շատ։ Զոհեր, թող զոհվեն, եթե գնում են այդպես իրենց երկրում զոհվեին։ Ցավոտ հարց է, բայց ցավոտ չի, պետք է քննվեն։ Հայ ժողովուրդը ինչ-որ ցարերի համար է տվել արյան դույլեր, եթե 1%-ը տված լիներ ազատ անկախ Հայաստանը վաղուց կար։ Իսկ ինչ է ստացել։ Քացավ տվին դուրս գցեցին։ Եկել են Երևանի փողոցներում ինչ են ուզում։ Պետությունը պիտի նայի անշուշտ այդ բոլոր, բայց պետք է նստեք, խոսեք, բացատրեք։ Օրենքները կատարել չեն, կարգավորեք, երկու մասով նստեք։ Բայց Հայաստանի վիճակը է սրեցել հարցեր լուծելու։ Փաշինյանը ասում է կադրերի սով է։ Հա, կադրերի սով է։ Թող հիմա շատ բան են ասում, սա ես օրենքները անկատար են։ Դե գողապետություն է, ձեզ մոտ չեմ ասել, Հայաստանում գողապետություն է, լութոկրատական իշխանություն։ Ինչ եղավ, հեղափոխությունը ինչ արեց։ Վերքերը բացեց, լուծել չկարողացավ։ Վերքերը բացեց, բացվեց, ռեժիմը բացվեց, հեղափոխությունը չբացեց, հասարակությունն է անուժը, ինչ եք դեմ, այդ հեղափոխությունը ժողովուրդն է անուղը, ժողովուրդը հեղափոխություն արեց, բացեց, լուծումները չեղան, չստացվեց, եւ այլն, հիմա չեղել պետք է հեղափոխություն շարունակվի, բայց իրավական պետության նորմերով, Են բերեք Ավստրալիայից մի 100 ոստիկան ազգային ժողովրդի մաս կանգնեցրեք։ Ում հետ դուք լուսանկարում։ Օրինակ եմ ասում։ Կամ էլ գերմանացի բերեք, ֆրանսիացի ոստիկան բերեք, ցույցերը եսեք։ Իսկ նաև քաղաքացին օրինապահ պետք է լինի, քաղաքացին էլ օրինապահ պետք է լինի։ Ես իմիջիայլոց ասեմ, մեր հայրենագիտներից որ վաղուց դե շատ էր կան։ Ասի, որն է Ավստրալիայի, որտեղ շատ է հետաքրքիր, ինչու է այդտեղ այդպես, ինչու է այդտեղ հայը 100%-անոց, այսպես ասեց, ես ինձ համար դա տարօրինակ էր, ասի իշխանությունն է կատարյալ անգլիական ազդեցություն, դե անգլիացին է, չէ, ասեց քաղաքացիներ Ավստրալիայում շատ օրինապահ են, շատ օրինապահ են, եւ իրակարծիքն այդպես է, որի դες մի քիչ համաձայն եմ, մի քիչ շատ եմ համաձայն, որպես չնեղանակ։ Շնորհակալ եմ, պարոն Փաշինյան։ Շնորհակալություն այսօրվա համար, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ քաղաքագիտության դոկտոր պարոն Լևոն Շինյանի հետ ենք զրուցում, զրուցուար մեր Գայանե Արաքելյանը, բարին ձեզ։